Ողջույն, շարունակում ենք Sell IT ոդքասթների շարքը։ Այսօր հյուրընկալել ենք ֆինանսական եւ հաշվապահական ծառայություններ մատուցող Profin Consulting ընկերության տնօրեն Նարեկ Մանուկյանին։ Նարեկ ջան, ողջույն։ Ողջույն։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալություն։ Ու շնորհակալ եմ հատկապես այս խառը շրջանում ես միանալու համար, որովհետեւ գիտեմ ինչքան զբաղված ես ներկա պահին։ Ոչ մի խնդիր, շնորհակալություն։ Նարեկ ջան, դե սկսել եմ ավանդական հարցից, մի փոքր ծանոթացում քեզ հետ, քո անցած մասնագիտական ճանապարհի։ Ես մասնագիտությամբ հաշվապահ եմ, ու իմ մասնագիտական ուղին սկսել եմ հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերությունից, եւ այնտեղ ստացած փորձն ու մոտեցումները մինչև այսօր էլ կիրառվում են մեր աշխատանքի մեջ, ու դրանից հետո իմ մասնագիտական փորձը շարունակել եմ Globing-ում, այդ բան Globing-ը դեռ ստարտափ էր, 1 տարվա ընկերություն էր ու ուներ բազմաթիվ չլուծված խնդիրներ, օրենսդրական խնդիրներ, ֆինանսական հաշվառման մասով խնդիրներ ու փորձել եմ իմ թիմի հետ ու գործընկերների հետ ներդնել նոր մոտեցումներ ու օրենսդրական կարգավորումները օգտագործել հօգուտ ընկերության շահերի ու որը 2 անգամ անցել է ստուգումների միջով ու այդ ներդրված մոտեցումները աշխատել են ու կարծում եմ մինչև հիմա էլ աշխատում են։ Globing-ում ֆինանսական տնօրեն։ Globing-ում գլխավոր հաշվապահ եմ աշխատել, այնուհետ ֆինանսական տնօրեն։ Շատ լավ, Globing-ից հետո մասնագիտական ճանապարհը։ Globing-ից հետո շարունակել եմ մասնագիտական ճանապարհը այբ կրթական հիմնադրամում, որին զուգահեռ նաև արդեն կարիքը կար ստեղծելու մեր ընկերությունը Profin Consulting-ը ու դրան զուգահեռ սկսվեց նաև Profin Consulting-ի ճանապարհը ու այբ կրթական հիմնադրամում իմ աշխատանքից դուրս գալուց հետո արդեն աշխատանքը շարունակել եմ շատ ակտիվ Profin Consulting-ում։ Այդ պահը ոնց հասունացավ կազմակերպություն ստեղծելու, նախ անցումը Globing-ից այբ ոլորտային ու այսպես ասած ուղղվածություններով տարբեր էր, այբից ոնց այդ միտքը եկավ կազմակերպություն ստեղծելու։ Իրականում Globing-ը քանի որ ստարտափ էր, այնտեղ գործը շատ էր ու տարատեսակ աշխատանքներին ու շատ հետաքրքիր էր այդ ամենը, բայց աշխատելով 4 տարի կարիք կար ավելի հանգիստ տեղ աշխատելու, ավելի կայուն ընկերությունում աշխատելու, բայց հիմնադրամում աշխատելու ընթացքում ես արդեն քանի որ արդեն որոշակի հեղինակություն եւ մասնագիտական փորձ կար, հասկացա որ կա պահանջարկ ոլորտում տեխնոլոգիաների ներդրման ու միջազգային ստանդարտների ներդրման ու դրանով քանի որ նաև կային առաջարկներ արդեն outsource ծառայությունների, այդ ժամանակ հիմնադրեցինք արդեն Profin Consulting-ը, ունենալով 2 գլխավոր նպատակ՝ ներդնել ֆինանսական ոլորտում ներդնել միջազգային ստանդարտներ ու հաշվապահական ոլորտում ներդնել տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան ինչ-որ ավտոմատացումներ ստեղծել ու գործը ավելի արդյունավետ անել։ Այ խոսենք հենց թիմի համալրման process-ի մասին, երբ նոր է ստեղծում թիմը ու առաջին hiring-ներն ես անում, արդյոք այդ ծանոթների network-ով էր առաջին թիմը հավաքվում, թե հենց սկսել եք այսպես ասած job posting-ներով ու միանգամից ինտերվյուներով ու թիմի համալրելով։ Իրականում թիմի համալրումը մեր համար ավելի բարդ է, քան մնացած նման ընկերությունների համար, ինչի, որովհետև մենք շեշտը դնում ենք բարձր որակի միջազգային ստանդարտներով ու տեխնոլոգիաների ներդրմամբ ծառայությունների մատուցման համար ու դրա համար պետք են ընդունել այնպիսի աշխատակիցներ, որոնք պատրաստ են այդ մոտեցումները կիսել, ունեն այդ արժեքները ու պատրաստ են նոր գիտելիքներ ստանալ ու իրականում մեր մոտ այս պահին աշխատակիցների ներգրավման process-ը հենց սկսած առաջի օրվանից էլ եղել է 3 հարցազրույցով։ Առաջի հարցազրույցը մենք ունենում ենք մեր HR մենեջերն է հարցազրույց անում, երկրորդ հարցազրույցին արդեն ես եմ ծանոթանում, իսկ երրորդը տեխնիկական ավելի շատ։ Ու մենք 3 փուլ ենք դրել, որ հասկանանք արդյոք այդ մարդը բավարարում է այն արժեքներին, որ մենք ունենք ու այն մոտեցումները կիսում է, որ մենք ունենք ու պատրաստ է սովորել, թե չէ։
Շատ լավ, գիտեմ, որ թիմում remote նաև աշխատանքի մոտեցում ունեք ու հատկապես խրախուսում եք remote աշխատանք մարզերի աշխատակիցների համար, որպեսզի մնան մարզերում։ Հա, իրականում, քանի որ մենք ուզում ենք ինչ-որ չափով ավտոմատացումներ ու տեխնոլոգիաներ ներդնենք, դա էլ մի մասն է դրա, ու դրա շրջանակներում մենք որոշեցինք, որ շատ ավելի նպատակահարմար է, որ մարդիկ չգան գրասենյակ, իրանք հեռավար աշխատեն, բայց ես մտածում եմ, որ արդար չի լինի այն մարդկանց նկատմամբ, ովքեր որ գալիս են գրասենյակ ու ավելի արդար կլինի ներգրավել մարդկանց, ովքեր մարզերում են բնակվում, քանի որ ինչ-ինչ պատճառներով իրանք չեն կարողանում շատ լավ աշխատանք գտնեն մարզից դուրս ու դրա համար տեղափոխվում են Երևան, տեղափոխվում են մարզկենտրոններ ու այդ մեզ թույլ տվեց ներգրավել աշխատակիցների, ովքեր հեռավար ուղղակի տանից աշխատում են, աշխատակից են ունեցել, որ ընդունվել է աշխատանքի, մեր համար աշխատել է, դուրս է եկել ու մենք չենք էլ հանդիպել։ Միշտ on-line միտինգներ ենք ունեցել ու այդ ներդրած մոտեցումների շնորհիվ մենք կարողանում ենք կառավարել իրենց աշխատանքը ու այդ մոտեցումը փորձված է ու այս պահին աշխատում է։ Ինձ թվում է այս լավ նորություն է նաև մարզերում մեր լսարանի համար, եթե ցանկանում են հատկապես հենց հեռավար աշխատանք գտնեն ու նաև մնան մարզում, իրենց համար լավ մոտիվացիա կլինի թիմի միանալը։ Նարեկ ջան, խոսենք այդ առաջին, չմոռանանք ինչի համար ենք հավաքվել, էլի։ Առաջին վաճառքի process-ից խոսենք, որպես հիմնադիր ստեղծում ես կազմակերպությունը ու հատկապես հաշվապահական background-ով գալ ու սկսել այդ մարքեթինգն ու վաճառքներն անել։ Ոնց ա եղել առաջին վաճառքի պատմությունը։ Իրականում պրոֆեսիոնալ ծառայություններ մատուցող ընկերությունները բոլորը ունեն վաճառքների ու մարքեթինգի կազմակերպման խնդիրները, որովհետև այդ մեր նման ընկերություններում ամեն ինչ այդքան էլ պարզ չի, այսինքն մենք չենք կարող, չգիտեմ, digital հարթակներում ուղղակի գովազդ միացնենք կամ չգիտեմ, ինչ որ այլ թարգետներով փորձենք անենք, քանի որ պրոֆեսիոնալ ծառայությունները հարցը շատ նուրբ է, ինչի, որովհետև մենք անմիջապես ընկերության ֆինանսներն ենք տեսնում, հարկերն ենք տեսնում ու մարդիկ ուզում են, որ իրանց ֆինանսներն ու հաշվապահությունը տեսնեն նենց մարդիկ ում իրանք վստահում են։ Ու քանի որ առաջին մեր խնդրեմը այն է, որ պետք է մենք մարդկանց ստիպենք, ասենք ժողովուրդ, մեզ վստահեք։ Դուք վաճառում եք վստահություն։ Ինչը ամենադժվարն է իրականում։ Հա, իրականում առաջի կտորը հենց հաշվապահի, դե բոլորը պետք է հաշվապահին վստահեն ու ֆինանսիստին վստահեն։ Շատ դժվար է մարդկանց վստահությունը միանգամից ստանալ ու շատ դժվար է անծանոթ մարդկանց վստահությունը ստանալ։ Դրա համար մենք ինչ խնդրեմ ունենք, որ մենք այդ ամեն ինչը ու այդ ամեն ինչը կենտրոնացված է ընկերության հիմնադրի վրա։ Այսինքն ինչ է տեղի ունենում։ Մարդիկ չեն տալիս իրենց հաշվապահությունը ֆինանսները outsource ընկերությանը, իրանք տալիս են հստակ պրոֆեսիոնալ մարդու, ով որ ղեկավարում է այդ թիմը, ու ընդհանրապես էական չի այդ մարդը մասնակցում է ընդհանրապես իր գործին, թե չէ։ Դրա համար շատ կարևոր է առաջին հերթին ստեղծել անձնական բրենդը, ու անձնական բրենդը ստեղծելու համար շատ կարևոր է որ քեզ վստահեն որպես պրոֆեսիոնալ մարդ ու վստահեն որպես մարդ, ով որ կպահի այդ գաղտնիքները ու ամեն ինչ կանի, որ այդ գաղտնիքները դուրս չգան ընկերությունից։ Առաջի քայլը վաճառքներում ինձ թվում է, այդ այն քայլն էր, որ ես կարողացա ստեղծել պրոֆեսիոնալ մասնագետի համբավ, որը բերեց մեր հաճախորդներին։ Բայց այս պահին մենք նաև ակտիվ աշխատում ենք այլ հաճախորդների ներգրավման վրա, քանի որ եթե մեր շրջանակը այն ժամանակ ավելի փոքր էր, հիմա մենք մեծացնում ենք շրջանակը ու դրա համար մենք կիրառում ենք լիքը գործիքներ մարքեթինգային, որը որ շատ པարզ չեն ու մեր համար էլ է շատ բարդ այդ ամենը կիրառել, ու ստիպված դու որպես նույնիսկ հաշվապահ ֆինանսիստ դու քիչ-քիչ դառնում ես ինչ որ չափով մարքեթինգից ես սկսում հասկանալ ինչ որ չափով այլ ու ստիպված պետքա ինչ որ չափով հասկանաս մնացած ոլորտները, որ կարողանաս ղեկավարես ընկերությունը։ Այս զրույցից մի քանի հարցանց մոտս առաջացավ։ Նախ, եթե սկսում ենք առաջինը նայից, որ վաճառքները իրականացրել ես հենց քո նեթվորքում, այսինքն քեզ վստահել են որպես մասնագետ, ունես համբավը ու գալիս են առաջինը հենց ծանոթ մարդիկ։ Բայց այդ նեթվորքը սահմանափակ է, այսինքն մի օր այդ ծանոթությունների շնորհիվ վաճառք անելը արդեն իսկ ավարտվում է, սահմանափակվում է։ Այս դեպքում որպես երկրորդ, այսպես ասած, վաճառքի գործիք, արդյոք համայնքում տարբեր community-ների membership-ներում ոնց որ membership-ներ ունենալը կամ համայնքի տարբեր event-ներին մասնակցելը ձեզ օգնել է։ Մենք ունենք մեր վրա դրված խնդիր մեր համբավը մեծացնելու ու ունենք երկու եղանակ, ես կարծում եմ։ Առաջի եղանակը
մասնագետների շրջանում համբավը մեծացնելն է ու երկրորդը ոչ մասնագետների հետեւաբար մենք մասնագետների շրջանում մեծացնելու համար մեզ օգնել է այլ ընկերություն, որը որ մեր հետ կիսվել է շատ պատահաբար իրենց հաճախորդներին մեյլեր անելուց բոլորին նշել են CC-ում ու այդ ամբողջ մեյլերը ոնց որ մենք տեսել ենք ու ընդհանրապես այդ կես տարվա ընթացքում իրենք շեյր են արել այդ տվյալները մեր հետ ու մենք այսինքն կես տարի պարբերաբար email campaign-ներում տեսել ենք ուղարկե, հա, ու այդ տարբեր մեյլերում մենք տեսել ենք որ CC-ում դրված են այլ մեյլեր ու այդ մեյլերը օգտագործել ենք մարդկանց ուղակի տեղեկացնելու մեր մասին իսկ հարց էլի իրենք ձեզ մրցակից են այդ ով որ է տարել է թե իրենք մեզ հենց անմիջապես այդ ընկերությունը մեզ մրցակից չի, բայց իրանց այլ ընկերություն մեզ մրցակից է, ոնց որ իրանք կրթական ընկերություն էին, բայց ունեն նաև իրենց ծառայությունը մատուցող հենց ընկերություն, ու իրանք կիսվել են այդ տվյալներով անկախ իրենցից էլ, ու այդ խոսում է էլի անվտանգության ոնց որ համակարգի բաց թողումների մասին, բայց մենք այդ հարթակը օգտագործել ենք որպես մեր մասին տեղեկացնելու մասով, ոչ թե գովազդենք ուղարկի, ասենք ժողովուրդ տեսեք մենք կանք, չէ, մենք մեյլինգի համակարգ ենք ներդրել ու պարբերաբար նորություններ ենք ուղարկում այդ մասնագետներին, քանի որ մենք արդեն ֆիլտրած ունենք մասնագետներին, էլ պետք չի ֆիլտրել։ Lead generation-ի աշխատանքը ձեր փոխարեն արել տվել են, շատ լավ։ Իսկ ոչ մասնագետներին ներգրավելու մասով մենք այս պահին միանում ենք ու միացել ենք տարբեր community-ների ու ֆիլտրել ենք այդ community-ները ոնց որ մեր համար կարևոր են այն մարդիկ ինչ ենք մենք պատրաստ տալ այդ համայնքին առաջի կարևոր հարցը երկրորդ հարցը ինչ ենք մենք ակնկալում ստանալ այդ համայնքից այդ համայնքին մենք առաջարկում ենք այն մոտեցումները, որոնք որ մենք ներդրել ենք, կիսվենք ձեր հետ, քանի որ դուք էլ ունեք հաշվապահներ, in-house նույնիսկ հաշվապահներ, դուք էլ ունեք outsource հաշվապահներ, ու մենք նույնիսկ այդ մոտեցումները կիսել ենք այլ մրցակից ընկերության հետ, որովհետև մեր համար կարևոր է, որ ընդհանուր ոլորտում այդ փոփոխությունը տեղի ունենա, ու ինչ ենք ակնկալում մենք, որ մեզ կճանաչեն որպես այդ ոլորտում տեխնոլոգիական փոփոխություններ անող ընկերություն ու կհասկանան, որ եթե որևէ պահի պետքա նման փոփոխություն կամ պետքա ինչ-որ այլ օրենսդրական դաշտում օգնություն, դրանք ունեն ընկերություն, որը որ իրենց կողքին կանգնած է։ Այդ համայնքի անդամների մասին եմ խոսում։ Շատ լավ, եթե գաղտնիք չի, համայնքների անունները կարող ենք նշել, թե չէ։ Մենք այս պահին միացել ենք UAT-ին ու միացել ենք ու պատրաստվում ենք միանալ գերմանական բիզնեսների association-ին, հա։ Ու այնտեղ ենք փորձելու մեր մոտեցումներով կիսվել իրանց։ Շատ լավ, այսինքն այս աշխատանքը, որ անում եք, դեռ նոր թարմ աշխատանք է, չեմ կարող հարցնել արդեն արդյունքների մասին կամ արդեն չափելի ինչ որ արդյունքներ կան թե չկան։ Իրականում մեր մասով նայեք, արդյունքները երևում են շատ ուշ, ինչի որովհետև մենք մարդկանց պետք են գալի այն ժամանակ, երբ որ իրանք ունեն խնդրեմ ու ունեն հաշվապահի կարիք։ Մինչև այդ իրանք պետք է ընդհանրապես մեր մասին իմանան, հասկանան, որ sense ընկերություն կա, ով որ այս case-ում sense լուծումներ է տալի կամ այս դեպքում կարող մեզ օգնի։ Ու իրանք դիմեն մեզ։ Դրա համար այդ արդյունքը մենք կարող տեսնենք 3 ամսից, կարող տեսնենք 1 տարու, կարող 2 տարուց տեսնենք։ Իրականում շատ լավ է, որ հիմնադիրն է այս մասին խոսում ու չափելիության դժվարության մասին է խոսում, որովհետև շատ կազմակերպություններում վաճառքի թիմից միանգամից չափելի արդյունքներ են ուզում, այսինքն այստեղ դու արդեն նշում ես, որ այդ չափելի չի, երկարաժամկետ աշխատանք է ու կարելի է արդյունքները հետագայում նոր, այսպես ասած, քաղել։ Այո, իհարկե, մենք հիմա որ աշխատում ենք մեր զարգացման մենեջերի հետ այս թեմայով, ես իրան էլ եմ բարբերաբար որ մենք արդյունքը տեսնել ենք շատ ուշ։ Ինքը այդ ամեն ինչը իմանալով է զբաղվում այդ գործը։ Այդ շատ առողջ համագործակցություն է, ասեմ, ու ձեր բիզնեսի զարգացման մենեջերը լավ բախտավոր է այդ առումով։ Լավ, խոսենք այդ մրցակցությունից։ Իրականում գիտեմ, որ հաշվապահական ու ֆինանսական ծառայություններ մատուցող ու հենց outsource անող կազմակերպություններ հայկական շուկայում շատ են ու շատերս գիտենք նաև իրենց մեջ, այսպես ասած, մի քանի leading մեծ կազմակերպություններ արդեն երկար փորձով, ոնց եք մրցակցում իրենց հետ ու եթե հարցնեմ այդ մարքեթինգային unique selling point-ը, ոնց եք տարբերվում իրենցից։ Նայեք, մենք շատ անմիջական մրցակցություն չենք նկատում, որովհետև շատ դժվար է նաև հասկանալ, թե այդ ընկերությունները
որ ընկերությունը ումա դիմում հաշվապահական ծառայությունների համար, բայց մենք այս պահին մենք էլ ենք աշխատում այդ ուղղությամբ ու նաև նկատում ենք տենց զարգացում վաճառքների մասով, երբ որ ընկերությունները միանում են մեկ բրենդի տակ, երկու ընկերություն ու փորձում են այդ մի բրենդի տակ իրականացնել իրենց վաճառքները, որը որ տալիս է առավելություն ինչ առումով, որ պատկացեք կա մեկ մասնագետ, ով ունի համբավ ու միանում է այլ մասնագետ ու այդ երկու մասնագետը ավելի շատ են զարգացնում այդ մեկ ընկերությունը, որտեղ իրականում եթե նայենք շուկայում կան մեծ հաշվապահական ու ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերություններ, կայացած բավականին ու կան նոր ընկերություններ ու կան միջին ընկերություններ ու եթե միջին ընկերությունները կամ փոքրերը երկու փոքր ընկերություն միանան, իրանք արդեն մեծ նշանակություն կունենան շուկայի համար, բայց մենք քանի որ մեր հաճախորդինը պետքա կարողանանք հիմնավորենք թե ինչի համար դիմել մեզ, այլ ոչ թե այլ ընկերության, մենք առանձնացրել ենք մի քանի կարևոր կետեր, բայց երկու հիմնական կարևոր կետերը, որոնք որ մենք չենք գտնի ոչ մի այլ ընկերությունում, դրանք այն կետերն են, որ մենք հաճախորդին տալիս ենք թափանցիկություն, այդ ինչ է նշանակում, որ ինքը ունի հնարավորություն ցանկացած պահի տեսնել առաջադրանքները, որոնք որ դրված են իր հաշվապահական թիմի վրա։ Կարա ստեղծի առաջադրանքներ, կարա տեսնի բոլոր փաստաթղթերը, որոնք կան խմբագրված վիճակում կամ ստորագրված վիճակում։ Ու մենք տալիս ենք նաև արդյունավետություն փաստաթղթաշրջանառության մեջ։ Այդ ինչ է իրենից ներկայացնում, որ մենք փաստաթղթերը չենք տպում, չենք ուղարկում ստորագրելու, չենք պահպանում մեր մոտ թղթային եղանակով, այդ ամեն ինչը անում ենք էլեկտրոնային եղանակով, ներդրել ենք համակարգ, որի միջոցով ուղարկում ենք, ենթադրենք աշխատողի պետքա գրանցել, ուղարկում ենք աշխատողին եւ գործատուին, իրանք երկուսով ստորագրում են ու այդ երկուսի մոտ էլ պահպանվում է պայմանագիրը ու այդ մոտեցմամբ մենք նույնիսկ ստուգում ենք անցել ու լրիվ նորմալ է եղել, ոչ մի օրենսդրական խախտումներ այդտեղ չեն եղել ու մենք այդ ամեն ինչը փաստաբանների հետ ենք քննարկել ու հաստատել։ Մենք այդ երկու կարևոր կետերն ենք առանձնացնում, որոնք ուրիշների մոտ չեն կարող գտնել, բայց նաև կարևորում ենք ոլորտում, բոլորը պետք է առաջարկեն ֆինանսական ստանդարտների ներդրում, որովհետև այն ընկերությունները մենք շատ ենք հանդիպում հետևել խնդրի, որ ընկերությունները, որոնք որ ուզում են դուրս գալ օրինակ միջազգային շուկա, իրենց ֆինանսական հաշվետվությունները ստանդարտներին չեն համապատասխանում ու իրանք ավտոմատ կանգնում են այդ խնդրի առաջ։ Հետևաբար մենք խորհուրդ ենք տալ նաև մյուս ընկերություններին ու փորձում ենք օգնել նաև իրենց, որ իրենց ֆինանսական հաշվառումը իրականացնեն ստանդարտային համապատասխան, որը նաև օրենսդրական պահանջ է։ Այսինքն այս բարագայում դուք ոչ միայն տեղական շուկայի կազմակերպությունների համար եք ծառայություններ մատուցում, այլ նաև միջազգային կամ նույն տեղական կազմակերպությունների, ովքեր նաև դրսում ունեն իրենց մասնաճյուղերը կամ այո, ինչի որովհետև նայեք ֆինանսական ստանդարտները կիրառելի են մեր ստանդարտները, որոնք որ մենք ենք կիրառելի են շատ երկրներում ու մենք այդ մեզ հնարավորություն է տալիս նաև իրականացնել ֆինանսական հաշվառում այլ երկրներում գտնվող ընկերությունների համար այդ ստանդարտներին համապատասխան, իսկ հարկային հաշվառումը, քանի որ լոկալ է ավելի շատ, դրա համար հարկային հաշվառումը իրականացնում ենք միայն լոկալ ընկերությունների համար, այո։ Շատ լավ, իսկ ինչ որ ոլորտային սահմանափակումներ ունեք, այսինքն աշխատում եք միայն այս կամ այն ոլորտի համար, թե ագնոստիկ եք այդ տեսակետից։ Մենք ոլորտային տենց բաժանում չունենք, բայց նախընտրում ենք աշխատել նենց ընկերությունների հետ, որոնք այն մոտեցումներն ու այն տեխնոլոգիաները, որոնք մենք դնում ենք, իրանք ներդնում ենք, իրանք պատրաստ են ընդունել։ Կան ընկերություններ, որոնք պատրաստ չեն ու մեզ շատ դժվար է անցնել դրան, կան ընկերություններ, որոնց հետ աշխատում ենք ու իրանք համաձայն չեն, բայց տենց տարանջատում չունենք։ Այ դա էի ուզում հարցնել, հատկապես քանի որ ձեր մոտ ավտոմատացումը, գործիքների կիրառումն ու թվային այդ հարթակների կիրառումը շատ է, եղել են ինչ որ տենց հետաքրքիր պատմություններ հաճախորդների հետ, ովքեր օրինակ այդ ամեն ինչը չեն ընդունում կամ իրանց այդ թղթային տեսնել, ստորագրելն ավելի կարևոր է։ Իրականում մենք ինչ խնդրեմ ունեինք, որ անցանք, մեր խնդրեմն էր, որ մենք փաստաթղթերը ուղարկում էինք հաճախորդին, հաճախորդը չէր ստորագրում, կորցնում էր փաստաթղթերը, հետո ասում էր ժողովուրդ չեք տվել դուք այդ, մենք էլ չէինք կարող մեղադրեինք հաճախորդին, ստիպված մենք անցում կատարեցինք այդ համակարգին, ու հիմա ինչ ենք անում, մենք ուղարկում ենք փաստաթուղթը հաճախորդին, հաճախորդը ամեն օր reminder-ը ստանում, ամեն օր։ Երբ ուղարկեցինք reminder-ը ստանում, ու մի հատ հաճախորդ ունենք, դե պատկերացրեք ընկերությունը կարող օրինակ ունենա 30 աշխատող ու ստանա օրական 3 փաստաթուղթ կամ շաբաթական 10 փաստաթուղթ ստորագրելու,
ու այդ հաճախորդը մի օր էլ չդիմացավ, զանգեց ինձ, ասաց ժողովուրդ, մենք խնդրում եմ, էլի մի ուղարկեք, ես կգամ թղթային կստորագրեմ, որովհետև ինձ այնքան reminder եկա ու ես հիմա չեմ հասկանում, որը ստորագրեմ, որը չստորագրեմ, խնդրում եմ, իմը ես կգամ տեղում կստորագրեմ ու մենք իր հետ այնպես պայմանավորվեցինք, ինքը իր աշխատողները ենթադրեն գրում են փաստաթղթեր էլեկտրոնային, ինքը գալի թղթային է ստորագրում նույնը։ Հասկացա։ Նարեկ ջան, գամ վերջին ամիսների ընթացքում թեժ քննարկումների արժանացած թեմաներից մեկին, որ նաև մասնագիտական հենց քո հետ է շատ կապված, այդ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման թեման, որ հաստատ գիտեմ, սոցմեդիայում տեսել ես ինչ քննարկումներ ա տեղի ունեցել, կեսը կողմ է, կեսը կողմ չի, ով ոնց է, այսպես ասած պարզաբանում։ Եթե մասնագիտականն ու profi consulting-ը մի կողմ թողենք, որպես հենց Նարեկ, որպես ֆիզիկական անձ, ինչ ես կարծում, ինչքանով կհաջողի նախ այս process-ը ու լավ ու վատ կողմերից եթե խոսենք լսանի համար։ Իրականում մենք ունենք իրավիճակ, երբ որ մեզ առաջարկում են, ասում են, եկեք ժողովուրդ բոլորդ լրացրեք հայտարարագիր, անկախ նրանից դուք ունեք որևէ եկամուտ վճարելու, թե չունեք։ Իմ մոտ առաջին հարցը թե ինչի համար, եթե ես որևէ հարկ չեմ վճարելու, ինչի ինֆորմացիա փոխանցեմ։ Այո։ Իմ եկամուտների վերաբերյալ։ Բոլորի ցավալի թեման է։ Հա, երկրորդ հարցը թե ես ոնց տարանջատեմ եկամուտները, լավ, ես մասնագետ եմ, ես հասկանում եմ, որ եկամուտները կարելի է լրացնել հայտարարագրում, որոնք չէ։ Իսկ որպես ոչ մասնագետ ոնց այդ ամեն ինչ անեմ, դիմեմ մասնագետի, ինքը թող իմ համար անի։ Բայց մեր պետությունը նաև ունենց անում, որ մասնագետները չեն կարող լրացնել ուրիշի փոխարեն։ Ստիպված մարդը ինքը իր փոխարեն պետք է լրացնի, հետևաբար պետք է որոշակի կրթություն ստանա։ Հետո գալիս ենք առաջի հարցին, եթե մեզ պետք չի հարկեր վճարել հայտարարագրի մասով, ինչի համար մենք այդ ամեն ինչը սովորենք, լրացնենք մեր եկամուտների մասին ինֆորմացիա, ու հետո սխալ լրացնելու համար է պատասխանատվության ենթարկվենք։ Իրականում եթե մենք նայենք միշտ հայտարարագրման process-ը հարկվող եկամուտների մասով եղել է։ Այսինքն մարդիկ, ովքեր որ հայտարարագիր են, ովքեր եկամուտ ունեն հայտարարագրելու ու հարկեր վճարելու, իրանք միշտ այդ պարտավորությունը ունեցել են։ Ես օրինակ չեմ իմացել դրա մասին, ու ինձ թվում է շատ-շատերը չեն իմացել։ Հա, միշտ ունեցել են։ Ու եթե մենք նայենք շատ երկրներում, եթե մենք օրինակ ենք բերում հենց Եվրոպային, որտեղ որ այդ մոտեցումը կա ներդրած, նախ այդ մոտեցումը իրանց մոտ ներդրած է, քանի որ իրանք լրացնում են իրանց հարկման համակարգը այլ է, ու մոտեցումները հարկերի հավաքագրման ու վճարման այլ են, հետևաբար մենք չենք հասկանում, թե ու այն երկրներում էլ եթե կարդանք, շատ երկրներում եվրոպական հենց այդպես է, եթե չկա հարկվող եկամուտ կամ վերադարձվող հարկ, ապա այդ հայտարարագիր լրացնելու պարտավորություն չկա։ Հետևաբար էլի հարց ենք, իմ մոտ հարց առաջում, թե ինչի մենք պետք է հայտարարագիր լրացնենք, եթե չունենք հարկ վճարելու, ուղղակի եկամուտները պետք է ցույց տանք, թե չէ։ Ու մեզ խրախուսական միջոց որպես տալիս են փոխհատուցումները սոցիալական ծախսերի, այդ սոցիալական ծախսերի փոխհատուցումներն էլ հասանել եկամտային հարկի չափով են հասանելի։ Այսինքն մենք ունենք եկամտային հարկի վերադարձի, ենթադրենք բազմաբնակարան շենքերի մասով, բայց եթե ամբողջը սպառել ենք, մենք այդ սոցիալական ծախսը չենք կարող օգտվենք ու էլի հետ են գալի, թե ինչի պետք է լրացնել։ Ու իմիջիալոց եթե աշխատանքային պայմանագրի հիմքով պետք է մենք լրացնենք, այսինքն միայն այդ հիմքն է, այնտեղ տուգանքները շատ ցածր են, ու էլի շահառուները, ովքեր որ պետք է լրացնեն, էլի չեն հասկանում ինչի լրացնենք, քանի որ մենք հանդիպումներ ունենում ենք մեր հիմնական նպատակը այդ մասով մարդկանց իրազեկելն է, որ իրենք ինքնուրույն անեն։ Մենք հանդիպումներ ունենում ենք ու մարդիկ այդ հարցն են տալի, հասկանում են ինչքան է տուգանքը, հասկանում են, որ այդ ընդամենը 15000 դրամ է ու որոշում են, որ կարելի է չհանձնել այդ ամեն ինչը։ Հասկացա, այդ հանդիպումները իրենք on-line, off-line ինչ-որ հանդիպումներ են, այսինքն մեծ լսանի համար են, նույն ես ու այլ ֆիզիկական անձին կարող է ներկա լինել, թե ձեր ավելի հաճախորդներն են գալիս այդ հանդիպումներին։ Իրականում մեր մոտ մեր հաճախորդների աշխատակիցները ունեին նման խնդիրներ ու մենք իրենց համար սեմինարներ կազմակերպում ու ցանկանում էինք, որ մի սեմինարի վերջում արդեն մենք տեսանք նորությունը, որ նոյեմբերի 1-ը տեղափոխվի, բայց մինչև այդ մենք արդեն ուզում էինք վեբինարներ անել, վեբինարներ անել, որի շրջանակում մարդկանց ինֆորմացնել դրա մասով ու այդ վիդեոները արդեն տեղադրել, բայց քանի որ նոյեմբերի 1 տեղափոխվեց, մենք էլ ավտոմատ հետաձգեցինք, որտեղ չգիտենք մինչև այդ ինչ կլինի։ Ինձ թվում է այդ վեբինարը շատ կարևոր թեմա է լսանի համար, հատկապես լսանին իրազեկելու, իսկ նույն այդ իրազեկության բարձրացման համար կամ լսանին կրթելու համար արդյոք ունեք նաև ինչ որ տեղեկատվական, չգիտեմ, նյութեր կամ նույն ձեր կայքում բլոգ, որ
կարողանան մարդիկ հետևել թարմացումներին։ Մենք իրականում տեղեկատվության փոխանցման մի քանի հարթակ ունենք, ու ինչպես նշեցի, մենք ունենք երկու տեսակի շահառու կարելի ասել, ովքեր որ հետաքրքրված են կամ մենք ենք հետաքրքրված, որ իրանք տեղյակ լինեն մեր մասին ու այդ նորությունների մասին։ Առաջինը դրանք մասնագետներն են, ու մասնագետներին մենք տեղեկացնում ենք, կարելի ասել հիմնականում LinkedIn-ով։ LinkedIn-ի իմ անձնական էջով ես փորձում եմ կիսվել նորությունների մասին, փորձում եմ կիսվել ինչ-որ վերլուծություններով ու ինչ-որ հոդվածներով կապված ինչ-որ բաներ, ինչ-որ օրենսդրական կարգավորումները հստակեցնելու մասով։ Իսկ ինչ վերաբերում է արդեն ոչ մասնագետներին, ոչ մասնագետների համար մենք էլի մեր մեյլինգի համակարգ ունենք ու այդ մեյլինգի համակարգով մենք ամսական նյուզլեթեր ենք ուղարկում, որտեղ ներառում ենք թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել, ինչ որ ներառում ենք ինչ որ լայվ հակեր, թե ոնց պետքա այս կտորը դուք որոշեք ու ոնց պետքա այս հարկային հաշվետվության մեջ ներառեք, կամ սենց ինչ որ բացթողումներ կա, դուք կարաք սրանից օգտվեք։ Մեր հիմնական հարթակները նյուզլեթերն է ու LinkedIn-ը։ Մենք այլ հարթակներում շատ ակտիվ չենք այդ մասով ու գտնում ենք, որ մեր լսարանը այդ երկու հարթակներում է։ Շատ լավ, քանի որ այս փոփոխությունից խոսեցինք, նաև ՏՏ ոլորտին հետ գալով ու մեր լսանի հետաքրքրություններին հետ գալով, ՏՏ ոլորտի համար նույնպես գիտեմ, որ կազմակերպությունների համար հարկումը փոխվեց, չէ՞։ Մի փոքր կպատմես այդ մասին։ Իրականում մենք ունեինք մինչև 2023 թվականի վերջ ունեինք այդ արտոնությունները, որի շրջանակներում ՏՏ ոլորտի ընկերությունները, որոնք ինչ որ սահմանափակումներ կային, այդ սահմանափակումները եթե բավարարում էին, իրանք համարվում էին, իրանք կարողանում էին ստանալ 5 տարվա արտոնություն, աջակցություն, որի շրջանակներում եկամտային հարկը աշխատակիցներից վճարում էին 10% ու ազատվում էին շահութահարկից։ Ու նաև քանի որ իրանք ծառայություններն էլ մատուցում են հիմնականում դրսի ընկերությունների համար, նաև ավելացած արժեքի հարկի պարտավորություն չէին ունենում հիմնականում։ Ու այդ շատ հարմար էր աշխատելու համար, նույնիսկ ԱԶ-ների համար կար տարբերակ, երբ որ իրանք ընդհանրապես հարկ չէին մուծում, ու մենակ դրոշմանշային վճար էին վճարում, կարծեմ։ Ու 24 թվականի հունվարի 1-ից այդ մոտեցումը փոխվեց ու մենք ունեցանք շահութարկը վերականգնվեց, կարելի ասել, ու մենք շահութարկ այդ ընկերությունները պարտավոր են շահութարկ վճարել։ Իսկ 25 թվականի հունվարի 1-ից մենք ունենք արդեն աջակցության նոր փաթեթ, որի միջելոց շատրի կողմից չի ընդունվում, որովհետև լիարժեք չի համարվում լիարժեք արտոնություն։ Բայց մի բան ասեմ, այդ չընդունվել է նաև նրանից, որ չի հասկացվում։ Ես օրինակ կարդացել եմ այդ տեսակները, այսպես ասած, տեսակավորումը իմ համար շատ կատեգորիաներ ասեմ, անհասկանալի էին ուղղակի։ Իրականում մենք այդ գործ ունենք մի քանի կարևոր կետերի հետ ու իրականում այդ մի քանի կարևոր կետերը իրանցից ենթադրում են նաև այլ օրենսդրական կարգավորումներ, որոնք դեռ վերջնական չեն։ Հետևաբար մենք այս պահին ունենք ընդհանրապես գործունեության տեսակներ, որով կարող ենք ֆիլտրենք շրջանառության հարկի մասը ու ինչ որ շահութահարկից ինչ որ մաս ու այս պահին լիքը օրենսդրական կարգավորումների ենք սպասում, որոնք մեզ թույլ կտան օգտվել այդ արտոնություններից, բայց որը որ այս պահին այդ ոլորտի ընկերությունների կողմից չի ընդունվում ու իրանք ասուլիսել ունեցան ու ասացին, որ ընդհանրապես սա մեզ ոչ մի ձև չի աջակցում։ Իսկ նույն ձեր հաճախորդների մեջ ունեք հենց ՏՏ ոլորտի խաղացողներ ու արդյոք նույն այս process-ով դուք եք անցել իրենց հետ։ Այո, մենք ունենք ընկերություններ ու իրենց բարբերաբար իրազեկումներ են անում, թե ինչ փոփոխություններ եղան, թե իրանք ոնց պետքա պատասխանեն այս քայլին կամ ոնց պետքա պաշտպանվեն կամ չգիտեմ, ոնց պետքա շարունակեն իրենց հաշվառումը վարել ու ինչ հարկեր պետք է վճարեն ու բարբերաբար դրանց մասին մենք տեղեկացնում ենք իրենց։ Շատ լավ, ու Նարեկ ջան, թերևս վերջին հարցը, գիտեմ, որ ներկա պահին նաև ձեր գալիք նախագծերում ունեք թվային հարթակի ստեղծման ինչ-որ պլաններ, ԱԶ խաղացողների համար հատկապես, այ մի փոքր խնդրեմ նաև կիսվես այդ մասով։ Քանի որ մենք շուկայում ունենք ընկերություններ, որոնք պարտավորություն չունեն ֆինանսական հաշվառում վարելու ու նման մասնագետի դիմելու, մոտ 2 տարի առաջ մենք որոշեցինք, որ կարելի է ստեղծել որևէ հարթակ, որի միջոցով փոքր ընկերությունները, որոնք աշխատում են հատուկ հարկման համակարգում ու հստակ կազմակերպաիրավական ձևում, իրենք կկարողանան ունենալ որևէ հարթակ, որի միջոցով իրենց հարկային հաշվառումը կվարեն, կհանձնեն հաշվետվություններ, դուրս կգրեն ինվոյսներ, քանի որ մենք ունենք ԱԶ-ներ, որոնք
ամսվա ընթացքում մեկ invoice են դուրս գրում կամ մի քանի invoice են դուրս գրում, երամսյակային հաշվետվություն են հանձնում ու աշխատողել չունեն, ու իրանք այդ հարթակի միջոցով կարողանան հանձնել իրենց հաշվետվությունները, կարդալ, չգիտեմ, նորությունների մասին, վերլուծություններ ստանալ իրենց գործունեության մասով եւ այլն, ու մենք դրա մասով նաեւ պետական դրամաշնորհենք շահել, որի շրջանակներում արդեն ավարտում ենք աշխատանքները ու շուտով ծրագիրը արդեն հասանելի կլինի, ու մենք փորձենք այդ ծրագրի միջոցով ամեն ինչ տանել այնքան ավտոմատացման, որ մասնագետի այդ շփման կարիք չլինի, էլի։ Ինձ թվում է ես կլինեմ առաջին հաճախորդների շարքում այդ հարթակից օգտվելու համար։ Շատ լավ, Նարեկ ջան, շատ շնորհակալ եմ ես հետաքրքիր հարցազրույց ասեմ քննարկման համար, ու հուսով եմ նաև ինֆորմացիան, որ փոխանցեցիր, մեր լսարանի համար օգտակար կլինի։ Եթե լսարանում կունենանք մարդիկ, ովքեր նաև հաշվապահական ֆինանսական ծառայությունների կարիք կունենան, համոզված եմ, որ նաև կգտնեն թե քո LinkedIn-յան էջը, թե կազմակերպության էջը, ու ցանկանում եմ նաև մեր լսարանին ասել, որ շարունակեն արդեն դիտել, բաժանորդագրվել մեր ալիքին, Profin Consulting-ի ալիքին, որպեսզի բաց չթողնեն հետագա քննարկումները եւ իհարկե update-ներ նաև ֆինանսական ու հաշվապահական ոլորտից։